Հրադադարն այժմ ուժի մեջ է, խնդրում եմ չխախտել այն։ True Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մինչ այդ եւս մեկ գրառմամբ Թրամփը շնորհավորել էր բոլորին Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի ավարտի կապակցությամբ։ Իսրայելը համաձայնվել է Թրամփի հրադադարի առաջարկին, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թել Ավիվը հասել է իր նպատակներին, Իրանի կողմից միջուկային եւ հրթիռային սպառնալիքը վերացվել է։ Թրամփի առաջին գրառումից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնություն չկա։ Հունիսի 24-ի գիշերը հրթիռային հարվածները շարունակվել են Իսրայելին։ Վերջին տվյալների համաձայն 4 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 20-ը վիրավորվել։ Իրանական կողմը պնդում է, որ հրթիռներն արձակվել են հրադադարի մեկնարկից առաջ։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ իսրայելցի զինվորականները Իրանի արևմուտքում հարձակվել են հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստների վրա։ Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը եւ Դուբայը հանել են իրենց օդային տարածքներում քաղաքացիական ավիացիայի թռիչքների սահմանափակումները։ Օդային տարածքները փակել էին երեկոյան, երբ Իրանը հրթիռներ էր արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։ Հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի 4 ծառայողներ եւ ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 5 բարեկներ ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր եւ տեղեկանալով խուլիգանության դեպքի մասին նկատել են այդ մասին վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում առնանման հետքեր, որի մասին զեկուցել են վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարող պաշտոնատար անձին։ Վերջինս սակայն ոստիկանության ծառայողներին ապօրինի հանձնարարություն է տվել ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն վերադառնալ ոստիկանության բաժին։ Իսկ ահազանգի վերաբերյալ փաստաթղթաշրջանառություն իրականացրած ոստիկանության ծառայողները համապատասխան փաստաթղթերում խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները։ Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետությունից Ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Միայն վերջին 3 օրում Ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է Ռուսաստան, գրել է Պապոյանը։